Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Սկսենք մեր հաղորդումը առաջինը բնականաբար Հայաստանից, հետո միջազգային Եվ պատմական շատ հետաքրքիր վերլուծական եմ ասելու, որպեսզի դուք մտածեք։ Բավական երկար։ Առաջինը սկսենք Երևանի դեպքերից, ես որ ասում եմ Հայաստանը վերածել են անարխիայի, սա բառացի ժամշամ երևում է։ Այրել են Երևանի ավականու իբր ընդդիմադիր, այսպես ասեմ, որ չմտածեք, թե Քոչյանի թիմի հետ եմ, կյանքում չհավատաք, իմ համար 4 Հայաստանի ղեկավարներն են, Հայազգի թշնամիներն են, Սերժն է, Քոչն է, Նիկոլն է, Լևոնն է։ Բայց այրել են ավականու մեկ ընտանիքի մեքենան։ Մարդ, որը ընտանիքի մեքենա է, դա նոր մեքենա չի, ուղղակի սա վախեցնելու համար է։ Եթե մեքենան գողանային, կասեն գողացել են, բայց վառել են։ Սա ինչ է նշանակում։ Այս ավականին միշտ բարձրաձայնում է, ինչպես մյուս ավականիները, անընդհատ գտնում են թերությունները, բարձրաձայնում են։ Սրա էլ մեքենան են վառում, ակտիվիստին ծեծում են, մեքենան են վառում, հետո այն մյուսին վախացնում են, հեսա հերթով կանցնենք։ Նիկոլը վերածում է լրիվ Բարդուղիմոսյան գիշերի։ Հիշում եք, չէ, ուղիղ 4 տարի ասում եմ։ Նիկոլը Հայաստանից փորձում է գնա ռուս-թուրք ջհուդական հրամանով Բարդուղիմոսյան գիշեր ստեղծելով։ Տեսեք, մեքենան վառում են, այն մեկին ծեծում են, չի կանգնում այս этаպը։ Այն մյուսին վախեցնում են։ Փաստ Գյումրու Մարտունիկի պատգամավորներից մեկը, որը որոշել էր հրաժարվել, հետա վերցրել հրաժարականի դիմումը եւ հրաժարվում է Մարտունիկի կուսակցությունից։ Մեր քաղաքն էր, որն է, չեմ սխալվում, եթե։ Ինչ որ է, Մարտունիկից հրաժարվում է։ Այսինքն տեսեք, խաղը այն կանոնը, որ ասում էի Վարդանիկին անցկացրեցին, որ մի քիչ ժողովրդին հանգստացնեն, հեսա քիչ Վարդանիկի գլխին սարկում են, սա է։ Ինչ եղավ, Վարդանի Սարիկը առանց մեծ ջանք գործադրելու 17 ցենով մաքուր Նիկոլեն կանցկացրին։ Հա, ջանք գործադրին, բայց այդքան չէ։ Ուզենային ավելի շատ կանային հաղթանակ, բայց ինադու թողեցին Վարդանիկը այդ կոալիցիայով անցնի, Մարտունիկին բրթին Սերժի Մարտունիկին խաղեր տվեց, թե ինքն ու մյուսը դուրս են գալի, դոդի կուսակցության պատմությունն է, Հելեն ասին դոգովա։ Հիմա այս տղան միացել արդեն ինքը համարվում է անկախ падգամավոր, հա, անկախ ավականի, տեսեք, ձեն 17 ցեն մաքուր ունի Սարիգես, մեր Սարիգը 17 ցեն Սարիգը ունի, ըշտը ավել ձենել 17 ասենք 6 էլ ուներ Մարդունիկը։ Հիմա Սարիգին պետք է որ 3 ձեն ունենա ու ինքը կլինի հաղթող, դաշնակարան Վարդանիկին գծից կցնել նորից քվորում անը։ Երկու ձեն մնաց Սարիգին, որ Լեննականի քաղաքապետի գործանի նորից քվորում անի կամ Վարդանիկի գլխին անընդհատ սարքի։ Բարձա, այս գծագրված, ծրագրված գործողությունների մեջ կոմունիստ, բանը, հավատացյալ, ես եմ ռուսական աբրանք, բանը, ինչ պիտի աներ, ոչ մի բան, Վարդանիկը։ Խեղճ գյումրեցիներ, թքած ունեն Վարդանիկել, Մարդունիկել, մյուսների Քոչի Սերժի, Նիկոլի եւ Լևոնի վրենել։ Գյումրեցիներն են մեղք։ Հասկանում եք ինչ է խաղում։ Ինչքան անց է ընտրությունից, մի ամիս ու կես անցել է, վերջ, արդեն գնաց, հրաժարվում է Մարդունիկից, բայց ինքը մնում է ավականի ու հրաժարվում է այդ կուսակցությունից։ Եղավ որ մի ձեն գնաց դուրս։ Այս ձենը կարողանալու են խախտան միանշանակ։ Եվս երկու այսպիսի ձեն ու Վարդանիկը ինչ ուզենա չի կարող անի։ Մեղքը գյումրեցիներն են, պայմանավորված խաղ, Վարդանիկը ասելու է, ես մեղք չունիմ, ըշտը Նիկոլը չի տա, չի օգնե, նրանք է տանելու են, ասեն դու ես անցե, քաղաքապետ դե դու էլ տակից դուրս արի։ Խեղճ գյումրեցի։ Այս էլ երկրորդ հարցը։ Հիմա անցնենք մեկ այլ հարցի։ Ազգային ժողովը սարքել են լրիվ +21 պատմություն։ Հերիք չի Երևանում ձերբակալել են մեկին, որը մանկական պորնոգրաֆիայի է ցրում Telegram-ով, ես 100 ձեռով կողմ եմ, որ նման մարդկանց բռնեն, մենակ սարքել չտան մարդկանց գլխին, ասեն դու սրա համար ես նստել, բայց ազգային ժողովում կիսահումորային, կիսալուրջ սարքել են արդեն անեկդոտ լկտի կլուբ։ Հա,
ուրեմն իրար մեղադրում են տոլերանտության եւ կրթված զսպվածության մեջ ու դուրս է գալիս Նիկոլի Հայկ Կոնջոյանը ասում է ընդդիմությանը դուք այնքան հեռու եք տոլերանտ պահվածքից ինչքան Գառնիկը Մոնիկա Բելուչից, հիշում եք, չէ՞, Գորդ Գառնիկը, որ ասում էր, ես եմ Մոնիկա Բելուչի եմ ուզում։ Ուրեմն ազգային ժողովի падգամավորները անցել են Լակոտ Փարթիի լեկտության պլյուս 21 են անգամ է Ալենին ասում են դու առանց տրուսիկ ես ստրիպտիզ պարում ენი բարձր գորմեր չէ տրուսիկով են պարում։ Դուք ինձ եք մեղադրում այդ բառերը օգտագործելուց, դուք ձեր ազգային ժողովի պահվածքը չեք տեսել։ Դուք ձեր Վարդանի քաղաքապետի հայոյանքը Թամադային ու երկիշներին չեք տեսել։ Դուք Նիկոլի լեկտի պահվածքը, լեկտի այլասերված խոսքերն ու ընտանիքի լեկտի արասները չեք տեսել։ Մեղադրում եք, ձև եք տալիս դերասանություն, ռուսատար, հայատար, օй, ինչ օй, տանը դեմը երկու տղա իրար են սիրում, չես տեսնում։ Երևանում գողանում են ուկրաինացի երեխուն 13 տարեկան հրազդանի կիրճից եւ այսօր գտել են մահացած Երևանյան լճում, որը ոչ մեկի հետ կապ չունի։ Ըստ երևույթին երևի բռնաբարված հակառակ ճանապարհով չէ կամ օրգանները հանած ծախած։ Սրա մասին չեք մտածում։ Ներքին գործերի նախարար նստած տեղդ գոռում էր, թե ես իմ գործի պրոֆեսիոնալն եմ, ամեն ինչ կարամ վերահսկեմ, էսա քո վերահսկողությունները, ծեծվող ակտիվիստներ, այրվող պետական պաշտոնյաների մեքենաներ, սպանված օտարերկրյա քաղաքացի անչափահաս երեխա։ Շիշ բռնող նորից եմ ասելու, վիզես վերցրե փողոցը վերահսկես, սենց ես վերահսկում։ Երեկել են Արմեն Մկրտչյան էր կարծեմ, հեսա նայեմ, փոխնախարար Արմեն Մկրտչյան ասում եմ Նիկոլին մենք Քյասիբի ռադիոյի տեղ չենք դնում։ Դո Նիկոլին ինչ որ բանի տեղ դնում եք, որ Քյասիբի ռադիոյի տեղ տնեք։ Անենց մարդը եկե իշխանություն բոլոր կրիմինալ, հանցագործ, պետ թալանչի, պաշտոնյա բոլորից ձեռ է տալիս։ Միլիարդների թալան է գնում, իրար տակ ֆրցնելով հեսա կդատենք, բան մաքրում հանում եք։ Սրանից են կոմեր ինչ եք ուզում, հա? 13 տարեկան ուկրաինացի աղջկան տարել են, գողացել են բանից, մանկական երկաթուղուց ու տարել են հրազդանի կիրճից, տարել են Երևանյան լիշն են դիակը գցել։ Հələ դատաբժշկական փորձաքննությունը տենանք ինչեր կապացուցից թե էդ էլ տակով կանեք։ Իմիջիալոց դատաբժշկական փորձաքննության մասին հաղորդում արել են, որ կոռուպցիոն ամենամեծ տեղն է, ով գալիս է ոնց փող տալիս է, իր հարցը ամեն ինչով լուծումը։ Էլ չեմ ասում փորձաքննությունը չի վերաբերվում միայն դատաբժշկական ստանդարտներին, ասֆալտի, շինարարության եւ այլն, բոլորը փակ է։ Էդ է պատճառը, որ Երևանում մի բուռ ջուր են լցնում, մի կռուշկա դառնում է ջրհեղեղ։ Մի բաժակ անձրևա գալը ջրհեղեղ, ասել եմ ու կրկնում եմ, քանի որ նորակառույց շենքերը հիմարաբար ասարկված, կատարյալ հիմարները, սարքողներն ու պատվիրատուները, որոնք կոյուղայի համակարգ, ջրերի համման համակարգ չեն մշակում, 20 հարգանի շենք են սարքում, 20 հարգանի շենքի կոյուղին տալիս են այդ կողքի 5 հարգանիների մեջ։ Դրա համար անձրևի ժամանակ բոլորը ջուրը քաշեցին, տեղ չի տալիս փողոցի ջրորդաններն է ոնց ուզում է աշխատի, մի անգամից ջուրը ելնում լցվում է փողոց։ Եվ ինչքան պետք է ասվի։ Իշխանափոխությունից հետո քաղաքում շատ շենքեր քանդվելու են։ Ինձ հարց են տալի, բայց տուն առած մարդիկ, այդ տուն առած մարդկանց պիտի փոխհատուցի տվյալ ֆիրման, ասի սնանք եմ թե չէ ինքը Իտալիա նստի ու աշխատի, հակառակ ձև չէ։ Բացվելու է մինչև վերև կռիչ տվողը ամեն հարգի համար $100,000 կաշառք վերցնող, որ թողում ավել հարկ, ամեն հարգը 100,000 տալիս են կաշառք որ հանեն։ Դե 7-ից բարձր հարգը 2 հատ ինչքան 100,000 տալիս են, այս նրանք պետք է նստեն, որ Երևանում չլինի, սարքում են 10 հատ 5 հարգանու մեջ սարքում են 10 հատ 20 հարգանի, բնականաբար 20 հարգանու բնակչությունը 3 անգամ ավելի, 4 անգամ ավելի շատ է, քան 5 հարգանուն է։ Այդ 4 անգամ ավելի շատ պլյուս այդ 10 հատի բնակչությունը։ Այդքան ջուրը մի հատ sense խողովակով ոնց կնա, պլյուս անձրևը։ Անցնեմ մեկ այլ հարցի, որը ես ապշած էլի հանեցի, ես միշտ ուզում էի այս հարցը բարձրացնել Հայաստանից։ Բարձրացնում եմ ուրեմն, հիշում եք միշտ ասել եմ, Հայաստանի Հանրապետությունը գեներալների գեր բեռնվածություն ունի։ Մեր երկրում
քնից ելնողին գեներալ են տվել, մանավանդ Նիկոլն եկավ գեներալը դառավ ջրի ճանապարհ, որտեղ ծական դե մտնում են պագոն է երևում։ Բոլոր գեներալները Հայաստանի Հանրապետության հելու հնազանդ ուլի պես ծառայում են Նիկոլին։ Ու միշտ ուլի պես ծառայել են ղեկավարներին։ Այդ գեներալն ելում ապետ, որ սեփական կարծիք չունի։ Չկա գեներալ սեփական կարծիքով, ուրա։ Կամ մեկը բանը բոլորն է ով էլ սուտ ընդդիմությունը հայտարարում, էլի Նիկոլին են ծառայում։ Քանի որ ընդդիմություն գոյություն չունի, բոլոր ղեկավարները իրար հետ հայ ժողովրդի գլխին են ֆռում։ Ուշադիր լսեք, թիվը մեջքի վրա չընկնեք։ Հայաստանի Հանրապետության նախնական օրենքով Հայաստանը չպետք է ունենար ոչ ավել, քան 79 գեներալ։ Թիվը լսեք, ոչ ավել։ Հիշեցնեմ, որ սա աշխարհի մասշտաբով ամենամեծ թիվն է ժողովուրդ։ Ուրեմն Տրամպը որոշել է ամերիկյան գեներալների թիվը, ուշադիր լսեք, 350 միլիոն բնակչություն ունի։ 44 գեներալի թիվը իջեցնի 17-ի։ Համարելով որ գեներալները հսկայական փողեր, արտոնություններ, մեքենաներ եւ այլն, էդի կողմի բյուջե։ Հայաստանի Հանրապետության նման փոքր, որը Ամերիկայից 102 անգամ քիչ բնակչություն ունի, 102։ Հələ բաժանեք 79, ինչքան գեներալ պետք է ունենար։ Հա? 102-ի 0.7, 0.5։ Հա, մենք պետք է գեներալ չունենենք, գնդապետ մենակ ունենենք։ Հայաստանի գեներալների թիվը Նիկոլ Փաշօղլուն սարքել է 104.79-ից։ Եմ որ ասում էր եկել եմ, վայ կներեք, եկել եմ ավտոները քչացնեմ, էսա մեր երկրում, էս պետք է քչացնենք, այն ծառայողական բան, բա 100 ժողովրդի վրզին 27 գեներալ, ինչ ես ավելացրել, հա? 25 գեներալ, ներողություն, ինչ ես ավելացրել։ 25 գեներալ, 26, ինչ ես ավելացնում։ Հարց եմ տալիս, ում հաշվին։ Ուրեմն տեսեք, Պաշտպանության նախարարությունը չնայած Արցախը նվեր տվեց ու ուլի պես բոլոր գեներալները նստած եք յուբկով, բոլորիդ է վերաբերվում վերևից ներքև։ Ունեք 56 հատ գեներալ։ Ում է պետք 56 հատ գեներալը 45,000-ից բանակի։ Այսինքն առաջ 75,000 էր Արցախն էլ հետը, սա ասեմ կոնկրետ 45, 20, 65, 13 էլ 78,000-ին կար բնականաբար 79-ից քիչ հաշվենք մի 40 գեներալ բանակում, այսօր կա 56 գեներալ, ինչ են անում 56 գեներալները, բացի Նիկոլին հլուհլազանդ ուլի պես ծառայելուց։ Ազգային անվտանգություն ունի 7 հատ գեներալ ժողովուրդ ջան, 7 հատ։ Արդարադատության նախարարությունը բրավո 11 հատ գեներալ, այսինքն բանակից 50 անգամ քիչ նախարարությունը 50-60 անգամ քիչ աշխատող ունեցող նախարարությունը ունի 11 գեներալ, դուրս է գալիս, որ արդարադատության ամեն երևի 50-րդ աշխատողը գեներալ է։ 50 աշխատողի ղեկավարը մաքսիմում ինչ ալում զինվորականով, բանակի տղեկ ասեք։ Վաշտ հազիվ է լինում, հազիվ, փոքր վաշտ, որտեղ վաշտը մինչև 110-120 հոգի կարա վաշտ լինի։ Մաքսիմումը ինչա, մաքսիմումը կապիտան, ավակ լեյտենանտ, կապիտան, գեներալ։ Անցնում ենք հաջորդ հայազգի ամենաթշնամի կեղեքող մշտական ծառայությանը, որի ղեկավարներ չեն նստել, ուզում են ու չեն նստում, ժողովուրդ։ Կյանքում հարկայինի, մաքսայինի ոչ մի ղեկավար չի նստելու, չի նստի, ձգձգեն կանեն։ Մի հատ Գագիկ Խաչատրյանը էլի ազատին բուժվում է այս անում, այն անում։ Ունի հարկային ու մաքսայինը 4 գեներալ։ Խայտարակություն։ Գեներալ չլինի, Գագիկ Խաչատրյանն էլ է գեներալ, գեներալ չլինի, աթոռը տակը 4 կլինի, չեն կարա նստեն, ումից են պակաս։ Այնը, այսինքն արտակարգ իրավիճակների նախարարությունը ունի 8 գեներալ, արտակարգ իրավիճակների նախարարությանը 8 գեներալ ինչ է անում։ Գեներալ չլինի չի կարա, գնդապետով չեն կարա ղեկավարեն, հա։ Պագոնները կընկնի, կոնկուրենցիա, ոնց ծախ բերի, ես նախարար եմ, գեներալ չստանա։
Ներքին գործերի նախարարություն ունի մոտավորապես 20 գեներալ, 18-ից 20։ 20 գեներալը ինչ անում Հայաստանում։ Ծառայում է Նիկոլ Փաշինյանին, հնասան տուլի պես։ Ահա սրանք բոլորը իրար հետ 104 պլյուս գեներալ ունենք մենք, Ամերիկան ունի 44 եւ ուզում է թիվը իջացնի 17-ի։ Դե համեմատեք։ Համեմատեք, տեսեք, ինչ է լինում։ Խայտարակություն էլ ես Արցախի գեներալ մնացածներին ես չեմ հաշվել սրա մեջ։ Հələ չեմ հաշվել, ոչ Սիամոյին եմ հաշվել, ոչ մնացածին եմ հաշվել, ոչ Վիցիոյին եմ հաշվել եւ մնացածին։ Ոչ Օգանովսկի, ոչ մյուս։ Մի 20 հատ է ինձ հաշվեք այդ 150,000 խեղճ ու կրակ ժողովրդին, եթե ոչ 50 հատ։ 150, 160 գեներալը, վարես, բայց ես թռնողը դուք վրացի չեք կամ գողեք կամ իշխանի տղա, ամեն դալան իրա գողն ունի, ով գող չի իշխանի տղա, վատ տղա չկա մեջները։ Այսպես փնթի ձև են երկիրը կառավարում, ժողովուրդ։ Կատարյալ փնթի։ Անցնենք միջազգային լուրերին, քանի որ Հայաստանից ինչքան զզվանք արտահայտես, այնքան զզվանքը շատանում է։ Հատուկ են անում, որ ժողովուրդը տեսնի։ Այդ գեներալները տններով, փողերով, ամեն ինչով, հա, կայֆերով, ցմաթոշակներով, միլիոններով, հա, ամեն ինչից օգտվում են։ Բա։ Անցնենք միջազգային լուրերին։ Անցնենք մի կարևոր լուրի, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը Ադրբեջանից գնում է, ասելով, որ Ադրբեջանում ոչ մի իրավունք չի հարգվում, կանանց եւ տղամարդկանց եւ մնացած բոլոր իրավունքները չի հարգվում, դրա համար մենք գնում ենք։ Իմիջիալոց սա որերորդ միջազգային կառույցն դուրս է գալիս։ Իսկ Հագայի դատարանը հայկական մշակութային բոլոր արժեքների Արցախում եւ Ադրբեջանի տարածքում մնացած Նախիջևանա, Գարդմանա մինչեւ Բաքվիա միակ իրավահաջորդ համարում է հայ ազգի եւ Հայաստանի։ Ահա։ Էս էլ ձեզ գեղեցիկ մի հատ էլ սենց հետևին մուկ տատու արեցին Ալիևի, որ կատու դառնան, վագր դառնան ընկնեն հետևից։ Սա էլ հաջորդը։ Անցնենք մեկ այլ հարցի։ Ուրեմն Իրանը փորձում է խաղաղարարի դեր ստանձնել Հայաստան-Ադրբեջան հարցում, բայց դեմ է Ադրբեջանը։ Հիմա հարց Նիկոլ Փաշինյանը դեմ է, թե չէ։ Իհարկե իր թուրք պապաների հետ դեմ կլինի։ Ինչի է դեմ Ադրբեջանը, քանի որ Իրանի հետ կնքված պայմանագրում ինքը չի կարող խաղեր տա, եթե Իրանը միջնորդ եղավ, ինքը չի կարող խաղեր տա, միանգամից կգցի ոտին։ Դրա համար էլ ինքը բան անում, ասում է, չէ, Իրանը չի կարա զորով է մտնում եւ այլն։ Պարզ է։ Այս հարցը այսպես ենք անում։ Հիմա անցնում ենք մի հատ հետաքրքիր հարցի, Աբխազիայի եւ Օսեթիային ուզում են ներկայացնել սարքել Արցախ, այսինքն Արցախի ճակատագիրն են ներկայացնում, Աբխազիային եւ Օսեթիային ասում են դե վրացիները լավացել են, մտեք Վրաստանի մեջ։ Սա բերել է մի հատ ընդհանուր Հյուսիս Կովկասյան կռվի, որը ստանձնում է եւ կատարում է ռուսի ձեռով, որպեսզի ինչ անի, Հյուսիս Կովկասյան երկրները բոլորը Կովկասյան ազգերը մի քիչ աճ են տվել։ Նորից պետք է կոտորի, թե չէ։ Պարզ է։ Դաղստանի բնակչության թիվն է աճ տվել, Չեչնյան ինչքան է ջարդվել, աճ տվել, Ինգուշեցյան աճ տվել, Կաբարդինը, Բալկարը, Կարաչայը, Չերկեզը, Ադիգը եւ մնացած ազգերը Շապսուղը, Սանա, Աբազինը, Հաթաթչասը, Նախոդաղստանյան ցևեղերը, Նողայիները, Կումիկները, Ավարները, բոլորին ասեմ, Ռութուլները, Ագուլները, Թավասարանցիները եւ մնացած բոլորը ցախուրները, լեզգիները ավելցուկ են տվել։ Իսկ միշտ իշխելու համար բաժանիր, որ տիրես, կոտորիր, հերթական ոնց որ դարերով արել է։ Սրանից դուրս կգա Կովկասյան պատերազմ, թե ինչ ինքը արդեն դրել է իրանց մարդկանց, կռիվ կլինի, սպանություն կլինի, սա հարցի մյուս կողմն է։ Հիշեցնեմ ձեզ, որ երեք Դաղստանում գնդակ արել էին 7 հոգու, որից 5 թե 6-ը ոստիկան։ Այսինքն նախապատրաստվում է, հիշեցնեմ ձեզ, որ պատերազմը Դաղստանում սկսվեց այն ժամանակ, երբ որ Շամիլ Բասաևը որպես KGB-ի ագենտ 5 հատ ոստիկանի գնդակ արեց սրանից 25 տարի առաջ։ Էս էլ էսպես, այսինքն
ուկրաինական ճակատից դուրս չգալով այսօր 115 հրթիռ ԱԹՍ-ը թռա Ռուսաստանի վրա, որը իբր բոլորը խփել են, որից Մոսկվայի վրա մոտապես 18 թե 20, թե քանի հատ նա խփվի, ասում են 10-ն են խփել, մնացածը ուր կասնի, ասածս լինում է, այսինքն մայիսի 9-ին այնպես մի հատ տեղատարապալնելու, որ այդ բոլոր հետև մտնող Պուտինի պրեզիդենտները, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյան վարչապետը, մի հատ գմփոցա վախից սիրտը կանգ։ Հերթով, պատերը չտեսած չմոն։ Հաջորդ հարցը ինչին ուզում եմ անդրադառնալ Իսրայելին, որը հայտարարեց, որ եթե եթե փորձի իրեն լավ չպայի Իրանը, ոնց որ Բենդեր Աբասն է պայթեցրել, նավահանգիստը բոլորը կպայթեցնի։ Սա Ժորժ ջան, այն հարցի մյուս կողմն է, որով Իսրայելը նախապատրաստում է իր կործաման թռիչքը հարվածի վերցնելով Իրանին։ Մթոմ իբր վերցրեց Գազայի հարցը շատ վերացրեց, իբր Սիրիայի հարցը պրծավ, իբր Լիբանանը պրծավ, Հորդանանը պրծավ, Պաղեստինը պրծավ, հիմա արդեն ուզում է Իրանին էլ խփի։ Սա նորից պատերազմ թեժացնելու ճանապարհը, որի հրամանը ստանում են միջազգային ուժերից, մեծ երկրների հետև կանգնած ղեկավարներից, որպեսզի միշտ արյուն հոսի։ Սա հերթական գործողություններն են։ Իմիջիալոց ասեմ, այս ֆոնի վրա, որ վրացիք սենց ռուսների հետ պաչիկ-պուչիկ են լինում, Ամերիկան սանկցիա կիրառելու Վրաստանի բոլոր պետպաշտոնյաների հանդեպ վիզաների հարցով եւ մի շարք հարցերով, արդեն սանկցիան ընդունված է։ Վրաստանը ընկնում է հերթական սանկցիայի տակ։ Հիմա ինչքան էլ փորձեն Պուտինին լպստվել, վրացիները գնում են սանկցիայի տակ, փողը կտրել են, պլյուս դրան սանկցիաներով են ճնշում։ Ինչպես ներկայացրել են Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ղեկավարները, սանկցիայի չեն ենթարկելու հասարակ ժողովրդին, սանկցիայի ենթարկվելու են միայն պետական պաշտոնյաները եւ նրանց միջոցները։ Անցնենք հաջորդ հարցին, որ ուզում եմ Հայաստանի սուտ ընդդիմությանը, սենց Լենքին Քոչարյանը, որ ուռուս գոռալով աներ գալիս, եւ Նիկոլ Փաշինյանը իբր թե ուռուսի դեմ է, բայց ուռուսի տուրուսն է մտե արդեն, հա, կամ ուրիշ տեղն է մտե, ամսինին գնալու է, Ադրբեջանն ու Բելոռուսը համատեղ զենք են արտադրելու։ Ռոբերտ Քոչարյան, Ռուսաստանի միակ հարգարժան մեր հայ ազգի Ատամանովի Մաուգլի մուլտիմիջի կա չան առաջ տված։ Այս հարցին ո՞նց ես պատասխանելու, հա? Դու ռուսի հետ ասում ես Հայաստանի փրկությունը միայն ռուսի հետ է, որ չան առաջ կահի պես զենք արտադրեն ու խփեն հայերին, որը միշտ դու արել ես, դու էլ ես փայեղ այս գործին։ Գադիկ Ծառուկյան, տղուտ փախցրեցիր Բելարուս, տանը թեթևի դեսպանատունը դեսպանատան ավտոներով թռցրիք։ Դու այդքան բելարուսների հետ մոտիկ ես, ընդ գործեր ունես, բիզնես, գալիս էր բանը քո տուններ մնում, Լուկաշենկոն կյանքում պետական տեղեր չի մնացել, միշտ քո տունն է մնացել, ո՞նց ես այս հարցին պատասխան տալիս, իբր քո ասելով հայ։ Հարց ենք տալի, ո՞նց ալն որ Հայաստանում Բելարուսը չի ուզում զենքի գործարան դնի, բայց Ադրբեջանում դնում է։ Ո՞նց եք այս հարցին պատասխանում, հապկը ճիշտ է, ԱՊՀ-ն ճիշտ է, ո՞նց կարաս դու ԱՊՀ-ի ու ՀԱՊԿ-ի ճիշտ տնես, երբ որ ամբողջ ռազմական պոտենցիալը Բելարուսը ուղղելու է Ադրբեջան։ Այս հարցին պատասխան եմ խնդրում։ Հաջորդը ինչի մասին ուզում եմ անդրադառնալ, սա ուզում եմ անդրադառնալ հայոց պատմությանը, որպեսզի շատ մարդկանց ցույց տանք եւ նրանք բոլորն էլ ականջին օղ անել տան բոլորին, հատկապես ռուսախոսներին կամ տեղի ադրբեջանցիների հետ աղբերություն անող թուրքերի, որ ասում են ըստ էի ադրբեջանցին ու թուրքը ուրիշ է, ինքը կապ չունի Ադրբեջանի կամ Թուրքիի հետ։ Հիշեցնում եմ բոլորիդ։ Լավագույն թուրքը իմ համար ադրբեջանցի չկա, դա քոչվոր ոչխարածին ինչ-որ հիբրիդ է, ոչխարին բռնաբարել են, ծնվել է այդ քոչվոր ցեղը։ Լավագույն թուրքն ու քոչվորը դա մեռած թուրքն ու քոչվորն է։ Սա միշտ ականջների նողարեք իմ համար։ Ես չհանդուրժում, որ չեմ հանդուրժում, ուրեմն մինչև վերջ չեմ հանդուրժում։ Հիմա ես ներկայացնում եմ ոչ թե հին դարերի պատմությունը, գալիս ենք մեր օրեր, երբ որ 1813 թվականին Գյուլիստանի պայմանագիրը կնքվեց, Արցախը եւ մի շարք այլ պարսկական տիրապետության տակ գտնվող Խամսայի Մելիքություն, Շիրվանի Շաքիի Բաքվի խանություններ անցան Ռուսաստանի թևի տակ։
Հետո 1826-28 թվականի պայմանագրով, Թուրքմենչայի պայմանագրով Արաքս գետի աջ վտակը ամբողջությամբ մինչև Ախուրիա, մինչև Թուրքիայի սահման, մտավ Ռուսաստանի մեջ, այսինքն Արևելյան Հայաստանի մեծ մասը մտավ Ռուսաստանի մեջ։ Հիմա հարց. այստեղ ստեղծվեցին ձևի համար, քանի որ Խամսայի մելիքությունները վերացրեցին, ես այս մասին խոսել եմ, 5-ի մելիքությունները, այսինքն կիսանկախ հայկական իշխանավոր Արցախի, Նախիջևանի եւ որոշ տարածքներ Սյունիքի մտնում էին այստեղ, մոտ 20-21 հազար քառակուսի կիլոմետրեր, վերացրեցին եւ նոր վարչական բաժանում սարքեցին եւ ստեղծեցին հայկական Մարս զարմանալիորեն նորից 21 հազար քառակուսի կիլոմետրի վրա, բայց մտնում էին Երևանը, Նախիջևանի գավառները, մի փոքր Շիրակից եւ այլն, մնացած մասերը չմտցրեցին մեջը, որ հետագայում այլ գործ անեն։ Ուրեմն ստեղծվել է 29 թվականին, 1829 թվականին հայկական Մարսը, իսկ 1840 թվականից ուղիղ 11 տարի հետո ցարը որոշեց, որ պիտի նոր վերաձևումներ լինի։ Եվ 1849 թվականին վերջնականապես Չեխիա հայտարարվեց հայկական Մարսը եւ դառավ Երևանի Մարս, Ելիզավետպոլի Մարս եւ այլն գավառներ եւ սրանք մնաց Ռուսաստանի մեջ իրենց անուններով։ Հիշեցնեմ ձեզ, որ այս ժամանակ ստեղծված մարզերից, դե թե սենց է Ադրբեջանը իրան գորգռում ճխում է, թե Բաքվի ու Ելիզավետպոլի մարզերն է տարածքը եղել Ադրբեջանի, իսկ Նախիջևանը չի մտել Ելիզավետպոլի նահանգի մեջ, բայց Նախիջևանը Սյունիքով մտել է հայկական մարզի, հետագայում նաև Նախիջևանի գավառի մեջ։ Հարց. ինչի էս երկու գավառները, Հայաստանի կազմի մեջ չեն։ Տվել է քեզ։ Սյունիքը մերն է, Նախիջևանը քորն է։ Որ իրավունքով։ Այս հարցը բարձրացեք։ Հաջորդ հարցն եմ բարձրացնում, որ ավելի ցավոտ լինի, էլի, sense Լենքին այդ Բաքուջեյան թափ թանապ տրուպեկը մտցնեք Ալիևի հետևը, տեկնիկը սովոր է, դեմն էլ հետևն է, որտեղ ուզում եք մտցրեք, այնի մտցնելուն սովոր է։ Ուրեմն Վրաստանի տարածքում ստեղծվեց վրացական թագավորությունը, որ կար, ասել եմ, թագավորին սպանեցին, կնգան սենց երեխեքի հետ օդի մեջ կտրտեցին 1801 թվականին այս մասին պատմել եմ, Հերակլիին խայտառակ ձևով կոտորեցին վրացիքին, վերցեցին երկիր իրենց ռուսները։ Հիմա հարց. Վրաստանին տվեցին իմերիթա վրացական Մարս, իմերիթյա եւ վրացական, որի տարածքը գիտեք ինչքան էր 145,000-7000 քառակուսի կիլոմետր, որի մեջ մտնում էր Վրաստանը այսօրվա, մի փոքր մաս մտնում էր Բորչալուից, իմիջիալոց այս ժամանակ ախալքալակի մի քանի մասեր, վերին արդեն մասեր, դեռ չասած ախալքալակ մտնում էր հայկական մարզի մեջ։ Տեսեք ինչ վերաձևումներ եղավ։ Այս Բորչալուն թողեցին, մի մասը, գնացին դեպի այսօրվա Քոչվորստան Ադրբեջան կոչված տարածք, Արաքսիափով, բուն հայկական տարածքը տվեցին, բարձացան մինչև Ծախափով, բարձացան մինչև Դերբենդի Մարս, հերթով կարող եմ ասել, ուրեմն 44670, Թիֆլիսի գավառը վերցրեցին, 20-25 հազար Դաղստանից վերցրեցին, 57,000 այդ Կուր Արաքսի հովիտով վերցրեցին, 25,000-ը Ռուսաստանի տարածքից, այս հսկայական տարածքի վրա 147,000-ի վրա ստեղծեցին վրացա-իմերիթյան մարզը։ Իսկ Ադրբեջան կոչված պետության մի փոքր մասի վրա Բաքվի եւ մի քանի խանության Շաքի Շիրվանի վրա ստեղծեցին Կասպիան մարզը։ Հարց եմ տալիս բոլորիդ կողեք աչքերը պետական պայմանագիրը, ռուսերեն բացեք տեսեք, որտեղ կա Ադրբեջան անունը 1828 թվից հետո մինչև 1936 թվականը։ Պարզա չկա։ Ադրբեջանը որպես չճանաչված երկիր է նույնիսկ ազգերի լիգայի կողմից։ Հիշեցնեմ բոլորիդ էլ եմ կրկնում, պապս 1897 թիվեղ է։ Ադրբեջանից մոտավորապես 40 տարի մեծ։ Տատս 1903 թիվեղ է, Ադրբեջանից մեծ։ Մյուս պապս 1920 թիվ։ 11 թիվ, տատս 1920 թիվ։ Հոր եղբայրներս, հորքուրներս մեծ մասը եղել են 1920, 24, 26, 28, 30, 32 թիվ։ Այսինքն բոլոր մեր բարեկամները Ադրբեջանից մեծ են։
Հիմա ոնց կարա այս փնթի երկիրը գոյատևի, որ անունը կոչվել է Կասպիան մարզ, ինչպես Ժիրինովսկին, որ փող էր վերցնում հայերից, ասում էր Կասպիսկիե նարոդի, Կասպեր ծովի ապրող, այս մասը եղավ։ Կար հայկական մարզ, կար վրացական մարզ, բայց ադրբեջանական չկար։ Բացեք ռուսերեն, բաց ինֆորմացիա, նայեք, քանի որ սա ռուսական կայսրության մասն է։ Խապկանքը հասկացան 49 թվին վերացրեցին, 40-ից 20 վերացրեցին, որպեսզի քաղաքների անունով լինի, որ ազգային նկարագիրը կորցնեն։ Երևանի գավառ, Նախիջևանի, Թիֆլիսի գավառ, Շաքի, Բաքվի եւ այլն գավառներ, Ելիզավետպոլի եւ այլն։ Հասկանալի է քաղաքական մասը որտեղ է հասնում։ Այսինքն, հեսօրվա դրությամբ եթե վերցնենք նույն պատմությունը, նույնիսկ ցարական Ռուսաստանի ժամանակից, վերցնենք 1903 թվի, 5 թվի հայ-թաթարական բախումները, այնտեղ ադրբեջանցի չկա, Կովկասի քոչվոր թաթար։ Պարզ է։ Երեք մի հատ էշություն են տպել, թաթերը, այռումները, հայերն ու հռոմեացի, այսինքն լատինների խառնուրդը, թաթերը, այրումները, թալիշները, լեզգիները, ավարները ու քրդերը գոռում են մենք Ադրբեջանը, մեր պետությունն է, մենք ադրբեջանց ենք։ Ծիծաղելի երևույթ։ Շատ ծիծաղելի երևույթ։ Ահա այսքանով ուզում եմ ավարտել հաղորդումը, հարգելիներս, ես ձեզ տվեցի տեղեկությունը, որպեսզի դուք ուշադիր ուսումնասիրեք։ Իմիջիայլոց ոնց որ անգլիացի եւ ֆրանսիացի գաղութարարները եվրոպական բաժանում էին Աֆրիկան ուղիղ գծերով, որն էլ մինչև այսօր կռվիտակից դուրս չեն գալիս, դեռ պատերազմներ կա, երեք նայել եմ խայտարակություն, ասենք Ֆուլբե ցեղերը կամ մյուս ցեղերը, բանտու ցեղերը այնքան են շատացել, որ 10-12 երկրի տարածքում են իրար են ուտում, նույնը Բուրունդիի, Ռուանդայի ժողովուրդը, բացի իրենց երկրից զորք են մտցնում Զայրի նման հսկայական պետության Կոնգո Զայր 2 միլիոն 300 քառակուսի 115 միլիոն բնակչությամբ երկրի տարածք իրենց ազգի պաշտպանելու, սա բոլորը գաղութարարների միտումնավոր բաժանումն է գծը։ Նույնն է բաժանումը եղավ Հայաստանի միտումնավոր ռուսական կայսրության, այսինքն հայկական մարզը վերացրեցին, սկզբում վերացրեցին հայկական իշխանությունները, կիսանկախությունը տվին հայկական մարզ, ղեկավար դրեցին ռուս, հետո բերեցին Բեյբությանին դրեցին եւ այլն, մյուսների Մադատյանին եւ այլն, ու վերացրեցին։ Հետո տվեցին քաղաքային, հետո սկսեցին մյուս սովետ մտնելու պայմանագրով, այն ինչ կար հայկական, դրանք է պուճուրացնել, Նիկոլն էլ եկավ նվեր տվեց 29743-ից սարքելով 29500։ Մենք պահանջատեր ենք, մենք վերականգնելու ենք Հայաստանի ամբողջ տարածքը 618,000 քառակուսի կիլոմետր։ Սա թող բոլորի ականջին օղ լինի։ Մենք սա անելու ենք։ Դրա համար Աստված թող արժանի պատժի հայազգի ներքին ու արտաքին թշնամիներին, հատկապես ներքինին, որոնք տականք են, էժան են, ծախվող են։ Հիշեցեք, որ ով ծախվում է, նրա մեջ Աստծո մասնիկը վերանում է։ Լույսը Աստծո վերանում է, էլ հետ չի գալիս։ Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Շիրվանում, Շաքիում, Բագարանում, հաջորդ տարին Մուշում, Վանում, Թոխատում, Էրզրում, Կարինում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պորսում։ Ամեն